Curiosity Fest-ում այս տարի թեժ էր, ելույթներից բացի հնչեցին նաև հակադիր կարծիքներ։ Այսօր հետաքրքիր քննարկում ծավալվեց արհեստական բանականությունը կարիերայի փրկություն թե կործանում թեմայով ու այս պահին տաղավարում հյուրընկալել ենք այս թեմայով CCF Battle-ի մասնակիցներին, ներկայացնեմ Fimetech SB հիմնադիր, Chessify SB հիմնադիր տնօրեն Երևան AI Lab-ի խորհրդի անդամ Գոռ Վարդանյան, բարև ձեզ, եւ Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունց, բարև ձեզ։ Ձեր թեման մի քիչ սուր է, արհեստական բանականությունը կարիերայի փրկություն թե կործանում, այնց հետաքրքիր է ձեր այսօրվա ելույթների որ մասն է գրված արհեստական բանականության օգնությամբ եւ առհասարակ այսօրվա մասնակիցների ելույթների քանի տոկոսն է ըստ ձեզ գրված արհեստական բանականության օգնությամբ։ Երևի սկսենք Սերգեյից, որը դեմ է։ Կարծում եմ, որ կործանում է տանում դեպի։ Այո, այսօր ես այդ դիրքից էի խոսում, բայց նախ սկզբից հարցին պատասխանեմ, քանի որ Գոռը բեմից հայտարարել է, ես ինձ իրավունք վերապահեմ, պատմեմ, որ Գոռը իր պրեզենտացիան եւ իր թեման պատրաստել է այս գիշեր, ոնց որ լավագույն մեր ուսանողական տարիներին ավանդույթները պահպանելով եւ օգտագործել է AI գործիքներ եւ ես չթաքցնեմ, ես էլ եմ նույն բանը արել, ես նախ վերցրեցի Գոռի մասին ինչ կա ինտերնետում, իր YouTube-ի ու ինտերվյուները բնականաբար այդքան ժամանակ չունեի, որ մի գիշերում իր YouTube-ի բոլոր ինտերվյուները տամ, ես տվեցի AI-ին, խնդրեցի ինքը մի հատ սամապանի, տվեցի Գոռի, դուք ներկայացրեցիք, հա, իր տարբեր ուղիները եւ ուսումնասիրել տվեցի եւ փորձեցի իմ պոզիցիան, որը այդքան էլ ինձ բնորոշ չի, բայց ես գնալով որ պետք է անպայման բաթլի կանոնները հստակ պահպանվի, ես փորձեցի իմ պոզիցիան ձևավորեմ, բնականաբար այո, ես էլ եմ պատրաստել իմ պրեզենտացիան եւ իմ խոսքը AI-ի օգնությամբ եւ կարամ պատմեմ ոնց տեղի ունեցավ Բաթլում, սկզբից եղավ քվեարկություն, մոդերատորը փորձում էր ստուգի դահլիճի, այսպես ասած, տրամադրվածությունը եւ մոտորապես 55-45 էր, որը շատ մոտիկ էր եւ իշնորհիվ Գոռի խոսքին վերջում դա դարավ 75-25, որը նշանակում է, որ Գոռի խոսքը եւ պոզիցիան ավելի ազդեցիկ էր տվյալ բաթլի ժամանակ, ինչի համար շատ ուրախ եմ, բայց որպես Skill-ի հիմնադիր եւ այս բաթլի կազմակերպիչ կուզենամ ասեմ, որ մենք այս բաթլները սկսել ենք կամերային սենց իրավիճակում, ես բեմից փորձեցի դա պատմեմ, մենք մեր օֆիսում, որ Հյուսային փողոտայում էր, հավաքում ենք տարբեր հակադիր մարդկանց, տարբեր թեմաների խոսում ենք եւ իր անուն դրել ենք իր descriptor-ը The Art of Professional Debates, մենք ուզում ենք դրանով զարգացնենք առողջ բանավեճի ձևաչափը, որը մեր հանրության մեջ շատ բացակայում է, մեր հանրությունը սովոր է սև-սպիտակ եւ ինչ-որ ծայրահեղությունների մեջ մտնել, իսկ ես համարում եմ, որ նմանատիպ բաթլների արժեքը ամենակարևոր արժեքը, նրանում է, որ դու լսելով տարբեր կողմեր, իսկ երբ որ կանոններով հստակ խիստ սահմանված են կողմերի ելույթների ձևաչափը, դու կարող ես ինքնուրույն որոշում կայացնես, որը մեր հասարակության մեջ մի քիչ բացակայում է, հա, այդ ինքնուրույն որոշելու, որոշում կայացնելու, ինքնուրույն մտածելու այդ շեմը պետքա մի քիչ բարձրացնել։ Քանի որ պարոն Ուսնունց արդեն պատասխանեց ձեր փոխարեն, պարոն Վարդանյան, որ դուք էլ մեկ օր առաջ եք պատրաստվել ձեր ելույթին AI-ի միջոցով, անցնեմ հաջորդ հարցին եւ կխնդրեմ ձեզ ներկայացնել, թե ինչու է արհեստական բանականությունը կարիերայի համար փրկություն։ Լավ, շնորհակալություն հրավերի համար, պարոն Ուսնունցին եւ Battle-ի համար, նաեւ այս ինտերվյուի համար։ Ես նախորդ հարցից մի մասը պատասխանեմ, ասացիք ձեր կարծիքով ինչքան մասնագետների են տանում, ոչ միայն մեզ, հա, ես չգիտեմ քանի տոկոսն են, բայց եթե բոլորը չեն օգտագործել AI-ով իրենց արհեստական բանականությամբ իրենց պրեզենտացիաները լինի, բանախոսությունը լինի, ինչ ուզում է անունը դնեք, դա շատ վատ ցուցանիշ է, հա, դա նշանակում է
դեռ չենք հասկանում, թե ինչ հնարավորություններ եւ ինչ հեղափոխություն է բերել AI-ը հարստական բանականությունը մեր ոլորտ։ Սա նախորդ հարցից, իսկ փրկության հետ կապված փրկություն բառը մի քիչ շատ ծայրահեղ մի քիչ բան է, մեզ չի որ ռիսկի տակ ենք, դիփրգվենք, ես հեղափոխություն կասեի, ինքը արհեստական բանականության հեղափոխական շեմին ենք կանգնած եւ իմ կարծիքով սկիզբն է, այսինքն ամիսների ընթացքում փոփոխություններ են տեղի ունենում, որը շատ մեծ ստրեսային վիճակի կհանգեցնի մի շարք մասնագիտություններին, բայց մյուս կողմից հնարավորություններ կտա եւ հավասարության նշան կբերի եւ տարբեր ոլորտների մեջ եւ տարբեր ազգությունների կամ պետությունների մեջ եւ նաեւ մասնագիտական տարբեր աստիճաններ ունեցող մասնագետների մեջ, այսինքն մեխանիկական աշխատանքները կամ ավտոմատիզացիայի ենթարկվող աշխատանքները դա ուղղակի ասենք կարգով կարողանա եւ կմնա միայն մարդու երևակայությունը, մարդու խնդիր լուծելու ցանկությունը, մոդեցումը, բիզնես իդեան, հասարակությանը կամ հանրույթին ծառայելու իր մղումները, այսինքն ինչ ձևի է ինքը ուզում այդ ամեն ինչը կիրառել։ Այսինքն երկրորդային շատ իմաստ չունեցող աշխատանքի մասը դուրս է գալիս։ Մնում է միայն այն, թե մարդը ինչով է ապրում։ Գիշերը քնելուց երազներ կտեսնի, ոչ թե որ խնդիրը լուծի, մի հատ ինչ-որ տեխնիկական խնդիր լուծի, այլ հենց բուն ինչի համար է ինքը երազում, ինչի համար է ուզում, որ այդ խնդիրը լուծվի։ Մի մագարտակ ավելի բարձր է ելել, էլի խնդիր լուծելու տիրույթը։ Հավատարիմ մնալով ձեր Բեթելի վերնագրին, ինչու եք դուք կարծում, որ կործանում է կարիերայի համար արհեստական բանականությունը։ Ես կորցեցի հիմնավորեմ տվյալ դիրքը եւ իրոք խորը համոզված եմ, որ ես համաձայն եմ Գորի հետ, որ թեման հնչում է ծայրահեղ, բայց դա գիտեք, դուք մեդիայից եք, գիտեք, որ դա դրա համար է, որպեսզի թեման սրացնել, որպեսզի հետաքրություն ձևավորել մասնակիցների մեջ, որպեսզի մարդիկ մի քիչ սկսեն դրա մասին մտածել, ընդհանուր մարդիկ ու մասին խոսած Գորը, երբ որ մարդիկ կան, իսկ մեծամասնությունը եկեք վստահեմ, եթե օգտագործում է AI-ը այսօր այն մակարդակով, ինչ է փել այսօր մակարդակի, էլի այսպես կասեմ։ Բայց եթե գանք բուն հարցին, ես դեմ եմ բնականաբար ծայրահեղությանը, ես հասկանում եմ, որ իրոք մեծ հնարավորություններ են բացում ստեղծագործելու եւ էդի ոնց որ բուստերը, հա, մարդու համար դու դառնում ես, ոնց որ խաղում մենք գնում ենք զենքեր ենք առնում, որ սուպերհիրո ենք դառնում, ամենահասարակ մարդը Գորը լավ օրինակ բերեց, երբ որ շատ հետաքրքիր օրինակ էր, երբ որ գյուղի բարբարով երեխան, որը բացարձակ չի հասկանում ծրագրավորումից, ինքը չի սովորել, ինքը ստեղծում է վեբկայք, սուպերհիրո, հա, սուպեր պաուեր, սենց կարամ ասեմ, բայց դրա հետ մեկտեղ ես տեսնում եմ, որ մի մեծ խավ, հա, մարդկանց եւ այդ այն մարդիկ են, ովքեր իրենց կարիերայի հենց մեջտեղում են գտնում, նոր ինչ որ դիրքավորվել են, նոր սկսել են ապագայի հանդեպ բան ձևավորել եւ իրենց անցած ճանապարհը եւ իրենց անձնական արագությունը չի հասնում AI-ի եւ կամ իրենք պետքա արագ վերապատրաստվեն, բայց մենք կամ կունենան կլինեն մեծ մասը հենց կործանման եզրին եւ բնականաբար իդեալիստական աշխարհում մենք պատկերացնում ենք, որ բոլոր մարդիկ հասուն են, հասկանում են, միանգամից սկսում են հասկանում են, սկսում են զարգանալ, բայց դա այդպես չէ, մենք գիտենք դա եւ դպրոցից, եւ համալսարանից, եւ մեր հասարակ կյանքից, երբ որ մեծ կոլեկտիվում մի հազարոք հանցկարություն կամ մի
400-500 մարդ, որ տես լավ դիրքավորվել են, իրանց կոմֆորտի զոնան մտել են, ու իրանք մտածում են դա միշտ անվերջ տենց է լինելու, իրանց աշխատավարձը հերիքում է, որ ապրեն, ինչ որ առօրյա, ինչ որ վարկեր են կարող վերցնել, երեխաներին են կարող կրծել, իրանք մտածում են, որ դա ստատուս քվո է։ Ես համարում եմ, որ AI-ը հենց առաջի հարվածը կհասցնի այն մարդկանց, ով մտածում են, որ իրենց կյանքում իրանք հասել են ստատուս քվոյի, եւ հատուկ շեշտեցի, որպեսզի եթե դահլիճում կան այդպիսի մարդիկ, իսկ իրանք կային, մենք պետք չէ իրանց հարցնեին ձեր բարձրացեք, որովհետեւ ոչ մեկը չի ուզում ասի, ես միջին բանը, իրանք հասկանան, որ իրենք մտածելու տեղն են, ու էլի եթե գնանք որ գորի օրինակը ինչքան է բան պատկերավոր երեխաների համար այդ տրանսֆորմացիան արագ է, երեխաները ամեն ինչ կարող են արագ սովորել, իրանք անցած ճանապարհ չունեն, որ ասեն, վայ, ես ինչ եմ կորցնում, հա, իրանք կմտնեն ու կսկսեն ապրել այնպես, ինչպես կթելադրի գորի ասած հեղափոխությունը։ Եվ բնականաբար այն էքսպերտ լեվելը, բնականաբար դեղել կորուստներ կլինեն, բայց էքսպերտ մարդիկ այն դրա համար են էքսպերտ, որ դրա համար են հասել այդ մակարդակի, որ իրանց ուղիղը եւ իրանց պատկերացումները մի քիչ արագ են, ուրիշ ձև են։ Եվ ես դրա համար փորձեցի իմ ելույթի մեծ մասը օգտագործեմ, որպեսզի հասցնեմ ուղերձ այն մարդկանց, ով ռիսկի տակ են, որ մտածեք, դուք կորցնելու բան ունեք։ Երբ ենք խոսում ենք AI գործիքների մասին, շատերը պատկերացնում են ChatGPT-ին կամ հավասարազոր այլ գործիք, արդյոք ChatGPT-ին չի առաջացնի մի իրավիճակ, երբ պլագիաց տեղի կունեն, այսինքն երբ ինչ-որ մի բան է մեզ ասում, դա վերցնում է տարբեր տեքստերից, չէ, ինքը չի դա գեներացնում, այլ գեներացնում է տարբեր եղած տեքստերից։ Արդյոք դա նման իրավիճակի չի հանգեցնի, պարոն Վարդանյան։ Կոնտենտ ստեղծելիս։ Ճիշտ ասած ինքը գեներացնում է նաև ու հələ հարց է, դա լավ է թե ավելի լավ է չէ գեներացնել, որովհետև դա խոսում է նրա մասին, որ hallucination է կոչվում, էլի հալյուցինացիա է անում, այսինքն ինքը իրականում գեներացնում է ինչ-որ բանի, բայց ես կարծում եմ պլագիատի խնդիրը կլինի, բայց դրա դեմ գործիքներ էլ արդեն կան։ Ես ինչպես կամերական գործիք իր դրական եւ բացասական կողմերը դա պետք է ասել, հա, ինքը կբերի ինչ-որ բացասական, բայց դուք պատկերացրեք միաժամանակ ինքը կարողանալու է 10 տարբեր ձևով գեներացնի։ Դուք կարող եք ասեք մի հատ օրինակ գեներացրած տեքստ էս ամեն ինչի վերաբերյալ հումորային ձևով, մի հատ այդ իմ ամենասիրած ձևն է, բավական լուրջ հումոր ունի միջելուց ChatGPT-ին, մի հատ գեներացրու էս ձև, մի հատ էս ձև, տարբեր կողմերից եք մոդելում, հետո դուք անպայման նայում վերլուծում եք ու կարողանում եք, ասենք, համախմբել, ասել էս մասից էս վերցրա, դե մի հատ հիմա ես այն եմ ասում, ինչը ես գիշերը պատրաստվել եմ այս պրեզենտացիայի համար։ Այսինքն տեսեք, հենց տիպիկ օրինակ է։ Ես չեմ վերցրել եկել այստեղ հենց պլագիատ արել, հա, ինչ-որ մարդկանց արածը վերցրել, գալ պատմել։ Ես շատ ինքնավստահ եմ եղել, որ վերջի օրն եմ թողել, որովհետև ես գիտեմ ինչից եմ խոսում, ես 10 տարի դրա մեջ եմ, այսինքն ես մասնագետ եմ դրա մասով, եւ եթե նախկինում լիներ այս ձևի էլի են ինձ կանչել նմանատիպ թեմաներից խոսալու, ես մի շաբաթ լուրջ պատրաստվել եմ։ Այսինքն ես գիտեմ ինչից եմ խոսալու եւ այլն, բայց զուտ պրեզենտացիա պատրաստել, նկարներ ընտրել, ճիշտ ռակուրսից մոդենալ խնդիրներին, ինչ կետեր ավելի կոնկրետ նշել, դա աշխատանք է։ Այսինքն ես գիտեմ, ես դրա մասնագետ եմ, բայց պետք է աշխատանք տանել։ Դա հիմա հնարավոր է մեխանիկական կրճատում է։ Այո, մեխանիկական աշխատանքն է կրճատվել։ Դա տևել է 15 րոպե նկարներ գեներացնելով եւ մնացած բանով։ Նախկինում ես գուցե մեր ընկերությունում ինչ-որ մեկին խնդրեի, ասեի մի հատ լավ էս թեմայով մի հատ նկար կդի, այսինքն ասեի մի հատ սենց բան պատրաստի, որ գնամ էս թեմայով ես գնամ խոսամ։ Այսինքն այդ մասը դուրս է եկել, դա էֆեկտիվություն է։ Հիմա այդ նույն մարդիկ ուրիշ գործ են անում։ Այսինքն պատկերացնում եք ինքը այտենց շատ է ավտոմատիզացվել։ Նույն գյուղատնտեսական ոլորտում ոնց հեղափոխություն եղավ, ֆերմերները անգործ չմնացին։ Իրականում մնացին մի մասը, բայց իրենք դա կարճաժամկետ խնդիր է։ Իրենք հետո տրանսֆորմացիա են լինում, ուրիշ գործերի են ասում։ Իսկ գյուղատնտեսությունը կարկով, պատիկներով, հա, 10-100 անգամ ավելի զարգացել է։ Ավելի մարդկանց հասանելիությունը բերքերի կամ այլ ապրանքներին շատ ավելի մեծացել է։
Տարիներ առաջ, երբ արհեստական բանականությունը նոր մուտք էր գործում մեր կյանք, ես հիշում եմ, որ դուք պարոն Ուսլունց ելույթ ունեցաք հենց այս նույն թեմայով եւ ներկայացրիք տարբեր սցենարներ։ Այ հետաքրքիր է այսօրվա վիճակում որ սցենարներն են իրականություն դարձել։ Ես լավ հիշում եմ այդ դրվագը, մենք կազմակերպեցինք, դա եղել է Career City Fest 23-ում, այդ նոր էր մասսայականազում, գորի համար դա էքսպերտային level է, գորը 10 տարի զբաղվում, բայց մտել էր mass market, ես մի քիչ մարքեթինգային, բանով ասեմ, երբ որ սկսում էր մտնել, ես այդ տրենդը, իմ համար դա տրենդ էր, որովհետև ես մի անգամից տեսա, ոնց եմ ես օգտագործելու դա, իմ մասնագիտության մեջ, և ես տեսա մարքեթինգի համար մի ֆանտաստիկ բան, ոչ թե միայն արագացում, նաև դու ունենում ես երկրորդ, երրորդ, չորրորդ ձեռքը, դու ունենում ես թիմ, և ես իմ առաջարկությունով բերեցինք այստեղ, հավաքեցինք տարբեր մասնագետներին, տարբեր, հիշում եք, մեդիայից կային, բիզնեսից կային, արվեստից կային, և ես փորձեցի թեմայի շուրջ խոսանք, ես տրենդեր այն ժամանակ չէի կարող ասեի, որովհետև ես մոդերատորն էի, իսկ մոդերատորի դիրքը չի թողում դու քո կարծիքը թելադրես, որովհետև տենց զրույցը կփչանա, բայց եթե թույլ տաք, ես կասեմ, որ ես համարում եմ, որ հստակ հասկացել եմ ինչպես է զարգանալու, չի լինելով էքսպերտ, չի լինելով խորը ինժինիրիայի մեջ չխորացած, ոնց է աշխատում իր մոդելը, դվիժոկը եւ այլ, բայց ես իմ մասնագիտության համար բավականին մեծ պերսպեկտիվաներ որ տեսա, ինքը գերազանցել է իմ բոլոր պատկերացումները, բոլոր։ Պարոն Վարդանյան, ձեր նախորդ պատասխանից հարց հնչեցնեմ, այ ինչպես պետք է անել, որ արհեստական բանականությունը դարձնել գործակից, այլ ոչ թե խանգարող մի հանգամանք, օրինակ չլինի պլագիատ, այլ օրինակ ձեր ասածով լինի, որ ուղղակի մեխանիկական աշխատանքը կրճատի։ Այդ կողքի գործիքների մասին մի փոքր խոսենք։ Նախ երկու ձև կարելի է կիրառել արհեստական բանականությունը եւ անձնական կյանքում, այս խորհուրդ կտամ բոլորին իրենց անձնական կյանքում էլ կիրառել եւ շատ դեպքերում չթերագնահատել արհեստական բանականությունը, այսինքն երբ որ օրինակ ձեզ ինչ-որ մի հատ հարցի պատասխան է պետք ստանալ, դուք ոչ թե բաղդադեք մասերի եւ խնդրի ոնց որ արդեն լուծման վերաբերյալ հարցը տակ, այլ ամենավերևի խնդիրը տակ, որովհետեւ իր խնդրումները լուծումների կարող էինք այնպիսի լուծումներ առաջարկել, որը ձեր մտքով չի անցել, ու ինքը դրանից շատ լավ է։ Այսինքն դուք ոչ թե խորանում եք իրեն, մենք սովոր ենք, մեզ թվում է, թե ինքը չի հասկանա այս մասը, այսինքն մենք Բաղդադում ենք մասի, նոր տալիս ենք, հետևաբար ուղղորդում ենք։ Շատ դեպքերում ամենավերևի հարցը մենակ տալիս եք եւ ինքը սկսում է ինչ-որ բաներ գեներացնել։ Մյուս հարցը դա իր թերագնահատելու մասում է, նաեւ շատ դեպքերում գերագնահատում ենք, այսինքն իր տված պատասխանը չենք ստուգում եւ մի անգամ վերցնում ենք, կիրառում ենք, հետո պարզվում է ձեր բան չկա։ Նույնիսկ շատ վիճակագրություն կա, որ բավական մեծ քանակի իր բերած հղումների նույնիսկ լրիվ սուտ է, սխալ է։ Այսինքն այդ ձևի բաներ կա, այսինքն ես օրինակ Cursor AI գործիք կա, որով կոդ եմ գրում, ես վերջի մի քանի շաբաթ է ես դրա մեջ եմ, ասենք ինքը ինչ-որ բան է ջնջել իմ ֆայլերի միջից, նախկինում, նույն ճատի մեջ, Facebook-ում screenshot արած գցել է, հարցնում եմ, էսի ու դրանից հետո ոնց որ չի աշխատում, սխալ է տալիս ծրագիրը, ասում եմ ինչ սխալ է տվել, ասում եմ դե SSS բաները, ոնց որ ֆունկցիաները չկան, էլի, պետք է դրանք լինեն, ասում եմ դու ես ջնջել, ասում եմ ես չեմ ջնջել։ Այրը դրեսիկ է դուշից, որ ես սադապորցի շամորտես, ասաց ես վիրավորով մարգացել դեր չեմ շփվում, ոնց բան արեց, դել չկրեց մի քանի բան։ Ուզում ասել իրան ոչ պետք է շատ հավել, ինքը գործիք է, ընդամենը դա է, պետք է շատ ոգևորվել նաև վերցնել իրան, բայց ինքը նաև գործիք է մարդկանց երևակայությունը փորձարկելու համար, որովհետև իրոք երբ որ դուք կարող իրեն համարեք, որ ինքը, ասենք,
լրիվ ուրիշ լուծումներ կամ ուրիշ հետաքրքիր բաներ կարող է տալ, որը ձեր մտքով չի անցել, օրինակ ամանորյան իմ երեխաների նվերի այդ որ գիշերը ձմեր պապը պետք է գար եւ այլն, ասենք առաջ անգամ մտքով անցա միշտ հետաքրքիր ինչ-որ բան անում ենք, այս անգամ իրեն տվեցի, ասեցի այս տարիքի երեխաների համար մի հատ ինչ-որ բան ասա, ոնց կարող եմ կազմակերպել, որ իրենց ձմեր պապի գալը հետաքրքիր լինի։ Սկսեց quest-եր գծել, ասենք ինքը առանձնացնել, այս սենյակում տարես ինչը դիր, եթե գդան, այս ինչ բանը հետո կարտան, այսինքն ու մակուր հայեր են, էլի ամբողջությամբ հայեր են։ Ինքը երևակայությունը շատ փորձարկելու եւ հետաքրքիր բաներ բացահայտելու համար է։ Եվ վերջում հարց, որ ինձ ցանկանայի երկուսդ էլ պատասխանեիք, ինչպես եք պատկերացնում աշխատաշուկան Հայաստանում 5 տարի անց արհեստական բանականության զարգացման համատեքստում։ Ես կարճ պատասխանեմ, մենք խոսում ենք մի երևույթի մասին, որը կա այսօր, հենց այսօր էլ ազդում է աշխատաշուկայի վրա, եւ աշխատաշուկան ուղղակի կտրանսֆորմացվի, ոնց որ տրանսֆորմացվել է բոլոր այն պերիոդներում, երբ որ նմանատիպ մակարդակի փոփոխություններ ա եղել, ինչպիսին կլինի ես անձամբ չեմ կարա ասեմ, ուղղակի վստահ եմ, որ խորքային փոփոխություններ կլինեն եւ դա կլինի շատ արագ, որովհետեւ մենք այսօր հենց դրա մասին խոսում ենք, այս անգամ արագությունները լրիվ այլ են։ Այդ մոտածա բանի բետլի ժամանակ ասել, դա ամենակարևոր կետներ երևի այսօրվա ամբողջ բետլի ժամանակ, երբ Սերգեյը մատնանշեց, որ հեղափոխությունների այդ ինդուստրիալ եւ այլ հեղափոխությունների մեջ այսօրվա արհեստական բանականության հեղափոխությունը դա տարբերվում է իր արագությամբ։ Մարդու կյանքի օրոք լրիվ տրանսֆորմացիայի լինելու իր մասնագիտությունը։ Ես չեմ ասում վերանալու է, ես չեմ հավատում դրան, որ վերանա, բայց այդ ռուկ աճ լինելու շատ մարդիկ չեն կարողանալու այդ ճգունությունը դրսևորել, արագ ադապտանալ եւ դա ստրեսային է լինելու։ Դրա համար շատ երկրներ, մանավանդ եվրոպական երկրները, Գերմանիան, Դանիան, իրենք կառավարության մակարդակով շատ բարձր ոնց որ պրիորիտետով դրված է այդ հարցը, որ հասարակության այդ հատվածներին, ովքեր քննիր կարող ունենան, իրենց վերապատրաստեն, որովհետև ինքնուրույն դա չի լինելու, այսինքն շատ դժվար է մարդկանց ասել, թե գնացեք այս գործիքը կիրառեք, օգտագործեք, դա շատ բարդ է լինելու, հա, ես նույնիսկ հիմա բարձրագույն կրթությունով բավական նորմալ մասնագետներ կան, ու ես որ իմանում եմ իրանք ասենք չեն օգտագործում օրինակ GPT կամ արհեստական ասում եմ ոնց կարող է էլի դուք չեք կարող ձեր կյանքի ամեն օրվա մեջ հաստատ մի հատ հարց ունեք, որը ինքը ավելի լավ կանի ու ձեզ կօգնի, այսինքն բայց այդ մարդիկ գիտակցում են, հասկանում են, տեսել են եւ այլն, այսինքն ինչ որ մի հատ ոնց որ տրիգեր պետք է լինի, ինչ որ կազմակերպող նաեւ ինչ որ հանրույթը պետք է նաեւ ստիպի, չես կարող մարդկանց ուղղակի ասել գնացեք սովորեք։ Իմ կարծիքով դա քայլեր պետք է լինի հասարակական կազմակերպությունները լինեն եւ այլն, օրինակ ասենք մեր ոլորտը բավական կազմակերպված է այդ առումով, IT ոլորտը, բայց արհեստական բանականությունը բոլոր ոլորտներում է հեղափոխություն անելու, դրա համար մեր ոլորտը մի քիչ ավելի իմ կարծիքով արագ կադապտանա, սովորենք նոր տեխնոլոգիաներին յուրացնել, բայց մյուս ոլորտները մեծ ստրեսով են անցնելու ու կողտենք իրար օգնելով պետք է այս սվի պետք է ավարտումները շատ անել եւ մարդկանց հասցնել իրենց հեռուստադիտողներին հասցնել այս ամենը։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Այզանից լուսաբանելու համար այս ամեն ինչը եւ ինչպես ասես գորը հասցնելու նման կարծիքներ ավելի լայն հասարակության։ Շնորհակալություն, շնորհակալություն Սկիլեն Եմիլես ավելի կազմակերպելու համար նաև։